Հաղորդման երկրորդ մասում կխոսենք սոցիալական եւ տնտեսական խնդիրների մասին Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Թևանյան։ Շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը այսօր քննարկել չափազանց կարևոր, ըստ իս եւ ըստ ձեզ եւ ըստ մեր բոլոր, հեռուստադիտողների խնդիրները, որոնք ուղղակի առնչվում են սոցիալական բլոկի հետ եւ բնականաբար տնտեսության հետ։ Առհասարակ քաղաքականության մեջ, մոռանում են բոլորը, որ Անդրանիկ Թևանյանը տնտեսագիտության գիտությունների թեկնածու է։ Եվ այս պարագայում մի առաջարկ ունեմ այսօր, առաջարկ Հայաստանի շրջանակներում, այսպես նույնիսկ կձևակերպեմ, որ փորձենք մեր հեռուստադիտողների հետ միասին քննարկենք պատճառահետևանքային ամբողջ, այդ կույտը, որովհետև տեսեք, մենք բոլորս հաճախակի հնչեցնում ենք խնդիրը, չէ՞, բայց ինչից է առաջացել խնդիրը, բուն հենց տեխնիկական առումով եւ ինչպես պետք է լուծվի խնդիրը։ Ցավոք հաճախակի մենք չենք լսում եւ չենք առնչվում հենց անմիջապես այդ լուծումների հետ, իսկ մարդկանց լուծումներն են շատ կարեւոր։ Ես մա գլոբալ լուծումների մասին չեմ ասում։ Օրինակ, սկսենք հետեւյալից, դուք որ հիմնական 3, ու պայմանական, sense կամ 3 կամ 4 կամ չգիտեմ ինչքան պատճառները sense առաջ կտանեք, որ իրավիճակը իրականում բավականին ծանր է սոցիալական առումով։ Տեսեք, մարդկանց հիմնականում հետաքրքրում է երկու գլոբալ հարց։ Մեկը, որ երկիրը լինի անվտանգ ու խաղաղ, եւ երկրորդը իրենք կարողանան իրենց կենցաղը բարեկեցիկ ձևով վարել, այսինքն կրթության գումարներ, ապրանքների գներ, աշխատավարձերի չափ, աշխատատեղ, սոցիալական վիճակ։ Մարդկանց դա է հետաքրքրում։ Անվտանգության ու խաղաղության թեման կարծում եմ այլ քննարկման առարկա է։ Մենք քննարկենք հիմա մարդկանց սոցիալական վիճակը։ Հայաստանում մշտապես եղել է սոցիալական բևեռացվածություն։ Եվ երբ որ հայտարարվեց, որ մենք գալիս ենք այդ սոցիալական բևեռացվածությունը վերացնելու, առաջարկվեց, այսպես ասած, Ռոբին Հուդյան տարբերակ, որ ընդհանրապես պետք է շատ փող ունեցողներից վերցնել եւ բաժանել քիչ փող ունեցողներին, դա ամենապրիմիտիվ պոպուլիստական ճանապարհն է, բայց մեծ հաշվով տեսեք, 3 ինդիկատոր կա, որը հուշում է, թե ինչպես է լինելու մարդկանց կենցաղը, ինչպես է իրենց սոցիալական վիճակը լինելու։ Կոռուպցիայի մակարդակը, ինչքանով է բիզնեսի համար հնարավորություններ ստեղծված, ինչքանով են քաղաքացի պետություն հարաբերությունները կարգավորված։ Երկրորդը կառավարման որակը, ընդունված է լավ կառավարում, վատ կառավարում ձևակերպումները, եւ երրորդը բիզնես միջավայրը, որը անուղղակիորեն նաեւ ազդում է մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Հիմա կոռուպցիայի հետ կապված։ Տեսեք, մենք եթե վերցնենք թվերը, նախ համեմատվենք հարևանների հետ եւ համեմատենք մեր թվերի հետ, պատկերը եղել է հետեւյալը։ Մենք կոռուպցիայի համաթվող, ես բերում եմ, ասենք, Transparency International ձևակերպումները կամ Greco-ի տված գնահատականները, այսինքն միջազգային գնահատականը տանք։ Կոռուպցիայի համաթվով մենք միջինից ցածր ենք եղել, այսինքն ոչ այնքան խորը կոռումպացված երկիր ենք համարվել, բայց միջին թվերն են եղել մոտավորապես 40-ի կարգի, ասենք, ընդունված է 0-ից մինչև 100, 100-ը չկոռումպացվածն է, ԱՄՆ-ի ձելական, օրինակ Դանիան կամ Սկանդինավիայի երկրները, 0-ն արդեն ամենակոռումպացված երկրների շարքը, որը Transparency-ն է հայտարարում, օրինակ Վենեսուելան կամ աֆրիկյան երկրները։ Մենք եղել ենք մեջտեղի թվերի մեջ 30, 40 եւ այլն այդ համաթվով։ Մինչև 21 թվականը Հայաստանը կոռուպցիայի առումով որոշակի բարելավում ունեցել է, կոռուպցիայի ընկալման ինդեքս է դա կոչվում, այսինքն ինչպես են ընկալում քաղաքացիները կոռուպցիայի համաթիվը։ Հետագայում արդեն 21 թվականից հետո իջել է եւ Transparency գնահատականներով Հայաստանում կա կոռուպցիա եւ մարդկանց մոտ ընկալումներ կան, այդպես տարբեր նշումներ են անում, թե ինչու կա ընկալում, ասենք պետություն քաղաքացի հարաբերություններում, պետական հովանավորչություն եւ այլն, այս ամեն ինչը կա։ Եթե վերցնում ենք հարևան Ադրբեջանի հետ համեմատությունը, ապա մեր վիճակը համեմատաբար ավելի լավ է։ Այսինքն այնտեղ համաթիվը 65-ի կարգի է, ուրեմն ոչինչ 30 քանիսի կարգի է։ Իսկ Վրաստանին համեմատ։ Վրաստանի համեմատ ավելի վատ է։ Մենք 10%-ով ավելի վատ է եւ դա այն դեպքում, երբ որ Արևմուտքը քննադատում է Վրաստանին այսօրվա հասկանալի աշխարհակաղակական պատճառներով, բայց ամեն դեպքում Վրաստանի կոռուպցիայի ընկալման ինդեքսը շատ ավելի լավ վիճակում է, քան Հայաստանն, այսինքն այն հայտարարությունները, որ մեր մոտ կոռուպցիա չկա համակարգային եւ այլն, միջազգային արևմտյան կառույցները ասում են, որ ոչ, դա այդպես չէ։
Հիմա գանք կառավարման որակին։ Կառավարման որակի հետ կապված այդտեղ խաղում են դերակատարում կադրերը եւ այն օրենքները, որոնք ընդունվում են իշխող ուժի կողմից։ Եվ դա անուղղակիորեն ազդում է արդեն բիզնես միջավայրի վրա։ Հիմա ես ուղղակի մի քանի թիվ ներկայացնեմ, որպեսզի մարդիկ պատկերացում կազմեն, թե ինչ է կատարվում։ 20 թվականից հետո համախառն ներքին արդյունքը հիմիկվա համեմատ եղել է 2 անգամ նվազ, այսինքն մենք հիմա մոտ 27 միլիարդ դոլարի համախառն ներքին արդյունք ունենք, իսկ 6 տարի առաջ եղել է կրկնակի չափ պակաս։ Հիմա հարց, մեր քաղաքացիների կյանքը կրկնակի բարելավել է թե ոչ։ Իհարկե ոչ։ Երբ որ մենք նայում ենք, թե ինչպես են գները աճել այս ընթացքում, եւ երբ որ նայում ենք, մենք ինչ իրական եկամուտներ են ստացել քաղաքացիները։ Հիմա մի օրինակ բերեմ, թե ինչի հաշվին է այսպես կոչված աճը եղել։ Ուրեմն ռուս ռելոկանտների պատերազմով պայմանավորված ներհոսքը 22 թվականից հետո այո, ռուս ռելոկանտները եկել են իրancs այդ գումարներ են բերել։ Հաջորդը Հայաստանը զուգահեռ էքսպորտի կամ ռեէքսպորտի հնարավորություն է ստացել սանկցիաներով պայմանավորված, դրա համար Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում առաջի տեղը տեխնիկա արտահանող կազմակերպությունն է, բարձր որ մենք տեխնիկա չենք արտադրում, հեռախոսներ չենք արտադրում, որ արտահանենք, դա նշանակում է ռեէքսպորտի հաշվին է դա եղել։ Եվ այդ հնարավորությունները ամենաշատը բերել են եկամուտներ բանկային ոլորտին։ Ես նորից թվեր ներկայացնեմ, որպեսզի դուք պատկերացնեք։ Եթե հայտարարվում է այն մասին, որ բանկերը կեղեքում են եւ այլն, բայց հետո մենք տեսնում ենք, թե բանկերի հետ ինչ է կատարվում, մենք հասկանում ենք խոսքի եւ գործի տարբերությունը։ Ուրեմն 20 թվականի համեմատ, երբ որ 20 թվականին արձանագրվեց բանկային ոլորտի շահույթները համախառն $100 միլիոն, դա համարվեց, որ հսկայական գումար է։ Իսկ դա նշանակում է, որ մեր քաղաքացիներն են տուժողները եղել են վարկերի տեսքով, միջնորդավճարների տեսքով եւ այլնի տեսքով։ 26 թվականին, 25 թվականին ավելի ճիշտ, եւ այս տարվա ամփոփումը ցույց է տալիս, որ բանկային ոլորտի շահութաբերությունը համախառն կազմել է ուշադրություն 1 միլիարդ 100 միլիոն $։ 1 միլիարդ 100 միլիոն։ Այո, այսինքն 20 թվականի համեմատ բանկային ոլորտի մաքուր շահույթը աճել է 11 անգամ։ 100 միլիոնից դարձել է 1 միլիարդ 100 միլիոն $։ Սա նշանակում է, Պարոն Թևանյան, բոլորը վարկի տակ են, ներողություն, տենց էլ պտիլներ, սաղը ոնց է բանը, գերին կացած։ Երբ որ մենք խոսում ենք Հայաստանում տնտեսական աճի, միջին աշխատավարձի աճի եւ այլնի մասին, մենք պետք է հասկանանք, որ դա վերաբերում է շատ նեղ ոլորտների։ Ուրեմն խաղամոլությունն է աճել եւ այսօր կա կազմակերպություն, որի տարեկան շահույթը կազմում է 1.5 միլիարդ $։ Տարեկան շահույթը։ Հիմա երբ որ մենք նայում ենք, թե ինչ է կատարվում այսպես կոչված ապօրինի գույքի հետ կապված, համախառն ապօրինի գույքը, որը պետությունը պետք է բռնագանձի, իբր դեռ դատական process-ները չանցած, մենք համախառն հաշվարկում ենք եւ պետությունն էլ է դա ասում, իշխանությունը, որ կազմում է 1.5 միլիարդ $։ Այդքան գումարի դատական հայցական դատարաններում։ Իսկ դա գանձած չի։ Դեռ գանձած չի, բայց համախառն չափը հաշվել է 1.5 միլիարդ $։ Ներողություն, ստեղ անպայման մի մեջբերում անեմ, հատուկ հետաքրքրվել է ապօրինի գույքի հետ կապված գործընթացների, որ պարզապես պարզ լինի հարգելի հեռուստադիտողներ ջան, այդ 1.5 միլիարդից իրական, հեռանկարներ, սա ես չեմ ասում, սա իրավաբաններն են ասում, այդ գումարի 3-ից 7% ընդամենը կարող է հիմք հանդիսանալ, որ կարողանան գանձեն։ Բայց այդ գումարն էլ չկա։ Ես դա չեմ ուզում ասեմ։ Չէ, խնդրեմ, ես պարզապես որ պարզաբանում եմ։ Ես ուղղակի ուզում ասեմ, որ ապօրինի գույքը երբ որ գնահատվել է 1.5 միլիարդ $, այս 30 տարվա ընթացքում։ Խաղամոլությամբ զբաղվող կազմակերպություններից մեկը, տվյալ դեպքում անունը տալը իմաստ չունի։ Չէ, այն որ ասում անուններ չեն տալիս։ Չէ, տալը ես երևույթն եմ տալիս։ Այո։ Տարեկան շահույթ է ստանում 1.5 միլիարդ $։ Այստեղ ձեզ կասեն այդ 1.5 միլիարդից, չէ՞, սա կհայտնվի ինչ որ մեկը, ասենց վառ աչքերով կնայի պատին ու կասի, բայց պարոն Թևանյան, այդ 1.5 միլիարդից հարկեր են մուծվում, որով հետո տատիկներ պապիկներին թոշակներ են տալիս եւ այլն, բաներ են ասելու։ Տեսեք, այդ թոշակների մասով հայտարարվեց, որ 10,000 դրամը թոշակառուները չգիտեն ինչպես ծախսել, մենք ավելի լավ կծախսենք։ Հիմա մենք նայում ենք երևույթները,
ուրեմն 1.5 միլիարդ դոլար տարեկան շահույթ խաղամոլության հաշվին, ասենք մեր բնակիչների գումարների հաշվին եւ 1.5 միլիարդ դոլար ուրեմն նույն չափով համարյա ապօրինի գույք։ Հիմա համախառն ներքին արդյունքը աճել է 2 անգամ, բայց մարդկանց եկամուտները չեն աճել 2 անգամ լայն շրջանակների համար։ Մենք գները նայում ենք նույնիսկ պաշտոնական տեղեկատվությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների գները երկնիշ ինֆլյացիոն երևույթներ են ունեցել։ Նվազագույն թոշակի չափը 36000 դրամ է, նվազագույն սպառողական զամբյուղը 80-82 դրամի չափ, այսինքն թոշակով մարդիկ չեն կարող իրենց մինիմալ կյանքը ապահովել, եւ աղքատ է ըստ պաշտոնական տվյալների Հայաստանի ամեն 5-րդ մարդը, բայց իրականում մենք ունենք նաեւ աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ, այսինքն մարդկանց աշխատավարձը չի բավականացնի, որպեսզի իրենց ընտանիքների սննդի, հանգստի, կրթության եւ այլնի աճը ապահովեն եւ նույն կրթության ոլորտը անցած տարվա համեմատ 8-9%-ով թանկացել է։ Այսինքն մենք նայում ենք մարդկանց կյանքի որակը ինչպես է փոխվել եւ տեսնում ենք, որ դեպի վատն է գնացել, մարդիկ գներին նայում սարսափում են։ Հիմա գալիս ենք բիզնես միջավայրին։ Շրջանառության հարկի թանկացում, ավելացում, բիզնես միջավայրի հետ կապված բազմաթիվ խնդիրներ եւ այս ամեն ինչի ֆոնի, երբ որ մենք նայում ենք նաեւ տրանսպորտի թանկացում կա, գույքահարկի թանկացում կա, ես միայն վերցնում եմ Երևան քաղաքը, աղբահանության վճարի թանկացում, տեղական турքերի եւ վճարների թանկացում, կարմիր կետագծերով եւ կապույտ կետագծերով ավտոկայանատեղիների թանկացում։ Այս ամեն ինչը, որ մենք նայում ենք, իրենք օրինակ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումը հիմնավորեցին, որ խցանումների դեմ է լինելու, խցանումները չեն անցել, լրացուցիչ հավաքագրվել է միլիարդից ավել դրամից ավել գումար եւ 3 անգամից եմ որ ասում եմ կռահեք թե ինչ են արել այդ 1 միլիարդը, բաժանել են պարգևավճար։ Բաժանել են պարգևավճար, այսինքն այդ ավելացված գումարը եկել է, խոսվում է, որ ասֆալտ են կանում, ենթակառուցվածքներ են զարգացնում եւ մենք տեսնում եւ տեսեք ինչ է կատարվում Հայաստանը խրամատների է վերածվել Երևանը փողոցները նայեք։ Իսկ որտեղ են ասֆալտ անում, որովհետեւ չէ, ես ամենայն հարգանքով հիմա սա ընդդիմություն, իշխանություն զրույց չի։ Սա մենք նստած, ես Երևանում եմ բնակվում, ներողություն, իմ բնակավայրից մինչև իմ աշխատատեղը հասնելու համար։ Ձեր մեքենան հաստատ խնդիրներ է ունենալու, այսպես ասած, խադավոյի հետ կապված։ Չէ, գիտեք, տպավորություն է, որ այո, համաձայն եմ, ռմբակոծվել է ամբողջ քաղաքը, բայց մի կողմ դնելով, հա, այդ փոսերի պահը, որոնք զարմանալիորեն առաջացան ընդամենը 1 ձմեռվա ընթացքում, հիշում եք, չէ՞, որ տենց ասֆալտ էին ասում, էս է ասֆալտը։ Չեմ կարող կարմիր գծերի մասով չհարցնել, որովհետև այդ պահով նամակներ էի ստանում։ Եթե չեմ սխալվում, դուք դատարան եք դիմել եւ հաղթել եք դատարանում։ Այո։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ այդ հաղթանակը ձեր, այսինքն ձեր ֆրակցիայի հաղթանակը, խոսքը գնում է, որ չեղարկվի կարմիր գծերի հետ կապված ընդունված որոշումը, ինքը վերահաստատվել էր։ Վերահաստատվել է վերաքննիչում, նույնիսկ վճռաբեկում եւ այլն, բայց այսինքն բոլոր ինստանցիաները անցավ, բա պրոբլեմը ինչու՞մ է։ Ասեմ, իշխանությունները գնում են մանշուստրության։ Քաղաքային իշխանությունը անընդհատ բողոքարկում է, այսպես ինչ-որ դիմումներ է ներկայացնում, ոչ պատշաճ ներկայացուցիչ եւ այլն, ձգձգում են։ Մենք համ 24 թվականի որոշումն ենք դատական վեճի մեջ մտել այդ թեմայով, համ 25 թվականի որոշումը, համ այդ իրենց բոլոր որոշումները որ կան, մենք դատական կարգով դիմել ենք, ապացուցել ենք դատարանում, որ ոչ իրավաչափ է այդ թանկացումը կարմիր կետագծերի եւ դատարանն էլ ասել է, որ դրա իրավաչափությունը չի համապատասխանում օրենսդրությանը, որովհետեւ եթե պետությունը կամ համայնքը ծառայություններ է մատուցում եւ որոշում է թանկացնել այդ ծառայությունները, ինքը պետք է թանկացնի ինքնարժեքային ծախսը։ Կոպիտ ասած, եթե կարմիր ներկը թանկացել էր, ասենք 100 դրամով, ուրեմն ինքը 100 դրամի այդ հաշվարկով պիտի թանկացներ, այսինքն ինքը ծախսը պետքա հիմնավոր էր, ոչ թե 13 անգամ տարեկան վարձը թանկացներ կարմիր կետագծերի։ Հա, բայց հիմա իրանք ապօրինաբար ձգում են այդ դատական որոշումների կատարածումը, անընդհատ ինչ-որ հայցեր են տալիս, բողոքարկում են, այսինքն ձգում են ու նորից որոշումներ են կայացնում ի վնաս քաղաքացիների։ Ոնց որ աղբահանությանը որոշեցին, որ պետք է քառակուսի մետրով հաշվել, այսինքն իրենց կարծիքով աղբը ստեղծում է ոչ թե քառակուսի մետր, ոչ թե մարդու կողմից, այլ քառակուսի մետրի կողմից, որը չի համապատասխանում իրականությանը։ Նույնը գույքահարկի հետ կապված։ Տեսեք, այսինքն հարկերը ավելացնում են, գները ավելացնում են։ 18 թվի հայտնի կարգախոսը հիշում եք, այդ բանանը էժանացել է։ Հիմա բանանը չի էժանացել, բայց բոլորը պայմանական ասած ամեն ինչ դարձել է բանանի գին։
Այսինքն ապրանքների գները թանկացել են եւ մարդիկ խնդիր ունեն իրենց սոցիալական վիճակի հետ կապված։ Ես դեռ չեմ խոսում ծայրահեղ աղքատության մասին։ Ես ասում եմ պաշտոնական տվյալներով ամեն 5-րդի կարգի մարդը աղքատ է, իրականում 50%-ի կարգի, որովհետեւ նվազագույն զամբյուղով երբ որ սպառողական մենք նայում ենք, տեսնում ենք, որ մոտ կես միլիոն թոշակառուները խնդիր ունեն եւ այս ամեն ինչի ֆոնին 3 միլիարդ դրամ պարգևավճար, 7-8 միլիոն դրամ յուրաքանչյուր նախարարի պարգևավճար եւ այդպես շարունակ։ Պարգևավճարը եւ հասարակության վիճակը պետք է համարժեք լինի, իդենտիկ լինի իրար, այսինքն մենք պետք է պարգևավճար տանք այն դեպքում, երբ որ կոնկրետ արդյունքներ են ապահովվում։ Այսինքն պարգևավճարի ինստիտուտը ինքը նորմալ բան է, բայց adekvati մեջ։ Իհարկե, որովհետեւ դու խրախուսում է, էլի։ Խրախուսում է աշխատանքի արդյունքը։ Եթե արդյունքը այն է, որ աղքատությունը ավելացել է, մարդիկ խոսում են, որ առաջ ասենք, չգիտեմ, օլիգարխիկ համակարգ է, մենաշնորհներ են, դրա համար գները բարձր են։ Բայց հիմա եթե հայտարարվում է, որ այդ ամեն ինչը չկա, բայց գները ինչի են էլ ավելի բարձրանում եւ ամենակարևորը համեմատություն են անում Վրաստանի հետ։ Ես ինչու եմ Վրաստանը վերցնում, որովհետեւ մենք համարժեք բնակչության քանակ նման ենք, իդենտիկ ենք։ Նման ենք, ընդ որում Վրաստանում, ասենք, շատ դեպքերում տարբեր տարիներին ավելի վատ է եղել վիճակը, քան Հայաստանում։ Այս պարագայում ուրեմն նայեք, Վրաստանում ԵԱՏՄ-ից տարածքից օրինակ Ռուսաստանից բերվող ապրանքները, որ ինքը ԵԱՏՄ անդամ չի, շատ ավելի էժան են, քան Հայաստանում։ Շատ ավելի էժան են։ Վրաստանում տրանսպորտը էժան է, քան Մակասեն տեսեք, իրանք ԵԱՏՄ-ում չեն, իրանց մոտ ավելի էժան է։ Բայց դա ստեղի համակարգի հետ է կապված։ Ստեղի վիճակն է։ Հաջորդը Թբիլիսիում տրանսպորտը ավելի էժան է, քան Երևանում։ Ինչի պետք է այդպես լինի, երբ որ Թբիլիսին ավելի մեծ է տարածքով։ Ասեմ ավելի հարմարավետ է իրենց տրանսպորտը, ես նույնիսկ լինելով ավականի, նաև իրենց տրանսպորտից եմ օգտվել, բավականին 7 տարի առաջ ֆանտաստիկ համակարգ է գործում, որը շատ, գիտեք ոնց, իրականում մարդկանց համար է։ Վրաստանում համախառն ներքին արդյունքի անցած տարվա աճը 50%-ով ավելի է եղել, քան Հայաստանում։ Բայց այս ոնց ենք համարում, եթե Հայաստանը համարվում է դեմոկրատիայի բաստիոն, իսկ Վրաստանին ճնշում է արևմուտքը, այսինքն արևմտյան ստանդարտներով, 50%-ից ավելի համախառն ներքին արդյունքի աճ ունի։ Վրաստանում ներդրումները միայն Միացյալ Էմիրությունների հետ, որ իրենք կնքել են 6 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել։ Չինաստանի հետ միլիարդավոր դոլարի պայմանագրի Անակլեայի նավահանգստի հետ կապված։ Բոլորի հետ աշխատում են, հսկայական ներդրումներ։ Մեր մոտ միայն խոսք ու զրույց ներդրումներ չկա։ Կասեն Վենսը եկել է եւ Հայաստանից 9 միլիարդ դոլարի ներդրումա տարել Ամերիկա։ Չթողեցիք էլի վերջացնել։ Չէ, բայց Վենսից առաջ Հայաստան պայմանական ասած ճակերտավոր եկել էր նաեւ Վուդրո Վիլսոնը իր 160,000 քառակուսի կիլոմետրանոց քարտեզով։ Ես հիմա փնտրում եմ այդ քարտեզի իրական պատկերը։ Չգիտեք, իրականում անկեղծ եմ ասում, առանց ոչ մի այլևայլությունների իրավիճակը իրականում ծանր է եւ սա ուղղճացնելու խնդիր չի։ Ես առհասարակ փորձում եմ հաղորդումների ընթացքում եւ առհասարակ հանրային, դաշտում, եթե ինչ-որ բան եմ արտահայտում, գոնե ելքերը կամ ըստ ելքերի խնդիր, ես գիտեմ մենք ինչ կխոսենք հիմա, եթե ելքերի սկսեցինք խոսել, այստեղ խնդիրը հետեւյալն է, որ տեսեք, տնտեսությունը կարելի է այսպիսի գնահատական տալ, Հայաստանի տնտեսությունը գտնվում է ինչ վիճակում է գտնվում։ Ծանր հարկային, վարկային եւ ինֆլյացիոն վիճակի մեջ։ Հիմա տեսեք նույն դոլարը աշխարհում փլուզվում է։ Թրամփը փորձում է ամերիկյան տնտեսությունը փրկել դոլարը էժանացնելով։ Հայաստանի իշխանությունը այդ դեպքում կենտրոնական բանկի միջոցով ինքը պետք է դոլարը քաշի տնտեսությունից, այսինքն թույլ չտա, որպեսզի դրամը, այսպես ասած, ուժեղանա։ Ինչու՞։ Որովհետև դա հարվածում է մեր արտահանողներին եւ տեղական արտադրությանը, նպաստում է ներմուծմանը, նպաստում է աղքատության աճին։ Այդ փոխարժեքի քաղաքականությունը, որ վարվում է, պետք է բերի հետեւյալ գործողությունը։ Գործողություն համար 1. Դոլարը քաշել շուկայից եւ ստեղծել ներդրումային հիմնադրամ, ավելի էժան վարկել տրամադրելու համար բիզնեսին եւ մյուս մասնավոր բանկերն էլ արդեն որ փողը աշխատի եւ դրամը չուժեղանա այդ առումով։ Այսինքն դոլարը 385-ից չդառնա 300։ Այդպիսի փուլ մենք ունեցել ենք հայտարարություններ։ Եվ երկրորդը մենք այդ դոլարով պետք է անընդհատ ոսկու պաշարները ավելացնենք, որովհետեւ դոլարի փլուզումը բերելու է միակ կայունացման հնարավորություն ոսկու տեսքով։ Մենք ոչ նա ենք անում, ոչ նա ենք անում եւ մենք տեսնում ենք փոխարժեքի իջեցում։ Սա սխալ քաղաքականություն է, որը պետք է դրամավարկային առումով փոփոխության ենթարկվի, որովհետեւ
տնտեսությունը պետք է զարգանա, մարդիկ էժան վարկեր վերցնելու հնարավորություն պետք է ունենան։ Խոսքս եւ սպառողական վարկերի եւ բիզնես վարկերի մասին է։ Այս ամեն ինչը մասնագիտական լուծումներ է պահանջում, որի հնարավորությունները մենք տեսնում ենք, որ կա։ Հայաստանը ունի զարգացման հնարավորություն, ուղղակի համապատասխան քաղաքականության պայմաններով։ Շնորհակալություն, պարոն Թևանյան, հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր տնտեսական եւ սոցիալական բլոկը քննարկեցինք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ միասին, ցավոք ժամանակը թույլ չտվեց մինչև վերջ, քննարկենք կամ զարգացնենք։ Դեռ առիթներ կունենանք։ Ես կարծում եմ, համոզված եմ ավելի ճիշտ, որ մենք դեռ առիթներ կունենանք։ Շնորհակալություն, պարոն Թևանյան։ Շնորհակալ։